Այսօր մենք ուսումնասիրենք գյուղատնտեսության պատմության մի մոռացված գլուխ մի ժամանակաշրջան, երբ միջնադարյան գյուղացիները, առանց լաբորատորիաների կամ քիմիական բանաձևերի հասանելիության, մշակեցին հնարամիտ մեթոդներ իրենց ցանքատարածությունները վնասատուներից պաշտպանելու համար, այդ մեթոդներից շատերը շարունակում են գործել մինչ օրս։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Միջնադարյան Եվրոպայի այգիներում կա մի խորհրդավոր բան։ Մի բան, որը դարեր շարունակ թաքնված է մնացել պատմական նախապաշարմունքների ժամանակակից որոշակի գոռոզության շերտերի տակ։ Երբ մենք հետ ենք նայում դեպի այն դարերը, որոնք ձգվում էին հռոմեական կայսրության անկման վերածննդի արշալույսի միջ, հակված ենք տեսնել միայն խավար, տգիտություն հետամնացություն։ Բայց այդ ժամանակաշրջանի մշակված դաշտերում, վանքերի բանջարանոցներում գյուղացիական խրճիթների շուրջ գտնվող մարգերում մի լուր իմաստություն եռանդուն գործունեության մեջ էր։ Տղամարդիկ կանայք, ովքեր երբեք չէին գարթացել բուսաբանական տրակտատ կամ ուսումնասիրել միջատաբանություն, պաշտպանում էին իրենց բերքը մի այնպիսի արդյունավետությամբ, որը շատ դեպքերում մրցում է ժամանակակից արդյունաբերության առաջարկած լուծումների հետ։ Եվ հարցը, որն ինքնին առաջանում է, անխուսափելի է։ Կոնկրետ ինչ գիտեին նրանք, որ մենք շրջապատված տեխնոլոգիաներով գիտական գիտելիքներով, կարծես թե մոռացել ենք։ Այս պատմությունը հասկանալու համար նախ պետք է պատկերացնել իրադրությունը։ Միջնադարյան Եվրոպայում առօրյա կյանքը պտտվում էր երկու անխուսափելի իրականությունների շուրջ կրակի հողի։ Յուրաքանչյուր տուն ամենահամեստ խրճիթից մինչ ամենավեհաշուկ ամրոցը, գրեթե մշտապես վառ էր պահում բուխարին։ Կրակը տաքացնում էր սենյակները եվրոպական երկար ձմեռների ժամանակ, եփում էր սնունդը, լուսավորում գիշերները։ Եվ որպես այդ բոցի մշտական գողմնագի արդյունք կուտակվում էր մի մոխրագույն թվացյալ անպետք նյութ փայտի մոխիրը։ Ցանկացած այլ ժամանակաշրջանում, թերս, այս մնացորդը գդեն նետվեր առանց երկրորդ մտքի։ Բայց միջնադարյան գյուղացին շռայլության շքեղություն չուներ։ Յուրաքանչյուր հասանելի ռեսուրս պետք է գտներ իր գործառույթը։ Փայտի մոխիրը գտավ մի քանիսը։ Այն, ինչ այս հողագործները նկատեցին փորձերի սխալների սերունդների ընթացքում, այն էր, որ բույսերի շուրջ ցանված մոխիրը ստեղծում էր մի տեսակ անտեսանելի արգելք ցանկացած բանջարանոցի ամենաագահ համար թշնամիներից մեկի գողինջների խխունջների դեմ։ Հասկանալու համար, թե ինչու էր սա գործում, անհրաժեշտ է հասկանալ այս փափկամարմինների կենսաբանությունը։ Գողինջներն ու խխունջները կախված են լորձի շերտից, որը պատում է նրանց մարմինը։ Այս մածուցիկ նյութը ոչ միայն միջոց է, որով նրանք տեղաշարժվում են սահելով կոպիտ անհարթ մակերեսների վրայով, այլ իրականում էական է նրանց շնչառության իրենց օրգանիզմների ջրային հավասարակշռության պահպանման համար։ Առանց այս պաշտպանիչ շերտի, այս կենդանիները արագորեն գործնում են խոնավությունը ընկնում ջրազրկման վիճակի մեջ, որը կարող է մահացու լինել։ Փայտի մոխիրը, իր բնույթով, չափազանց չոր ալգալիական նյութ է։ Երբ գողինջը շփվում է բույսի շուրջ ցանված մոխրի օղակի հետ, արձագանքը գրեթե ակնթարթային է։ Մոխրի ալգալիականությունը ուղղակիորեն միջամտում է փափկամարմնի լորձաթաղանթին առաջացնելով խոնավության արագացված կորուստ։ Կենդանին, բախվելով այս թշնամական արգելքին, բնազդաբար նահանջում է։ Մոխիրը գործնականում աշխատում էր որպես մի փոքրիկ անապատային խրամատ յուրաքանչյուր տնկի շուրջ մի մանրանկարչական ամրություն, որը կառուցված էր ոչ ավել քան նախորդ գիշերվա բուխարու մնացորդից։ Եվ այստեղ բացահայտվում է այս լուծման ամենանրբագեղ առանձնահատկություններից մեկը, այն ըստ էության անվճար էր։ Մի ժամանակաշրջանում, երբ դրամը սակավ էր, իսկ Արտուրը սահմանափակ, յուրաքանչյուր ընտանիք ամեն օր մոխիր էր արտադրում, ինչը նշանակում էր, որ բոլորը ֆեոդալ տիրոջից մինչ Ջորտը հասանելիություն ունեին պաշտպանության այս ծին։ Բայց կար նա իմաստի մեկ այլ շերտ, որի մասին հենց իրենք գյուղացիները հավանաբար չգիտեին։ Երբ նրանք մոխիր էին ցանում իրենց մարգերում, նրանք ոչ միայն արգելք էին ստեղծում փափկամարմինների դեմ, այլ միաժամանակ հարստացնում էին հողը կարոր սննդանյութերով։ Փայտի մոխիրը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով բույսերի առողջ զարգացման համար հիմնարար տարրերով։ Առանց իմանալու, այդ հողագործները կատարում էին երկու միաժամանակյա առաջադրանք պաշտպանում էին իրենց տնկիները պարարտացնում իրենց ցանքատարածությունները։ Այս հայտնագործության կարողությունն էլ ավելի ակնհայտ է դառնում, երբ հաշվի են առնվում թվերը։ Խոնավ կլիմայական պայմաններում, ինչպիսիք գերակշռում են արմտյան Եվրոպայի մեծ մասում, գողինջներն ու խխունջները պատասխանատու են երիտասարդ տնկիների ոչնչացման զգալի մասնաբաժնի համար։ Անձրոտ գիշերներին այս փափկամարմինները դուրս են գալիս իրենց թաքստոցներից կարող են ժամերի ընթացքում ամայացնել ամբողջական մարգեր։ Ցանկացած այգեպան, ով երբե արթնացել է տեսել իր տնկիները գրձված կոճղերի վերածված, լավ գիտի այդ հուսահատությունը։ Եվ ի տարբերություն մետալդեհիդի հիմքով քիմիական հատիկների, որոնք առաջարկում է ժամանակակից արդյունաբերությունը, փայտի մոխիրը վտանգ չի ներկայացնում ընտանի կենդանիների, երեխաների կամ գողինջների բնական գիշատիչների համար, ինչպիսիք են դոդոշները, ոզնիները, թռչունները։ Դա մի լուծում է, որը պաշտպանում է առանց ոչնչացնելու, պաշտպանում է առանց թունավորելու։
Կիրառումը, ինչպես կարելի է պատկերացնել, զինաթափող պարզություն ուներ։ Անձրից հետո, երբ հողը խոնավ էր, իսկ կողինջները առավել ակտիվ, բավական էր մի քանի սանտիմետր լայնությամբ մոխրի օղակ ցանել ամենախոցելի բույսերի շուրջ։ Արատ ջրելուց հետո նյութը նորից էր կիրառվում։ Ոչինչ ավելին։ Մարդիկ, ովքեր չգիտեին ոչ կարդալ, ոչ գրել, մշակել էին գյուղատնտեսական պաշտպանության մի համակարգ արդյունավետ, կայուն բացարձակապես զերծ վնասակար կողմնագի ազդեցություններից։ Բայց մոխիրը, իր ողջ արդյունավետությամբ հանդերձ հողի վրայով սողացող ներխուժողների դեմ, ոչինչ չէր կարող անել նրանց դեմ, ովքեր գալիս էին օդով։ Թռչող միջատների չորքոտանի կենդանիների հետ գլուխ հանելու համար, որոնք ներխուժում էին բանջարանոցներ, միջնադարյան այգեպանները ստիպված եղան դիմել բոլորովին այլ ռազմավարության։ Եվ այդ ռազմավարությունը ներառում էր մի բան, որն առաջին հայացքից թվում է, թե ավելի շատ պատկանում է խոհանոցին, քան մարտի դաշտին հոտը։ Այստեղ բացվում է միջնադարյան այգեգործության պատմության ամենահետաքրքիր գլուխներից մեկը։ Այն հայտնագործությունը, որ հոտը կարող է օգտագործվել որպես պաշտպանության զենք, չի առաջացել ոչ մի գիտական տրակտատից։ Այն առաջացել է այն տղամարդկանց կանանց համբերատար դիտարկումից, ովքեր իրենց ամբողջ կյանքն անցկացնում էին հողի վրա աշխատելով։ Եվ այն, ինչ նրանք նկատեցին, այն էր, որ ուդլիփեչ սոխազգիների ընտանիքի որոշ բույսեր բուսաբանական այն խումբը, որը ներառում է սխտորը, սոխը պրասը, կարծես թե նկատելի վանող ազդեցություն էին ունենում վնասատուների զարմանալի բազմազանության վրա։ Ժամանակակից գիտությունը տալիս է այս երույթի մանրամասն բացատրությունը։ Ուդլիփեչ ցեղի բույսերը արտադրում են ծծմբային միացություններ որպես իրենց բնական նյութափոխանակության մաս։ Երբ նրանց տերները վնասվում են, նույնիսկ թեթագիորեն լինի դա քամուց, անձրից կամ այլ օրգանիզմների հետ շփումից, այս բույսերը արտազատում են մի նյութ, որը գոչվում է ալիցին։ Ալիցինը ցնդող օրգանածմբային միացություն է, նույն այն նյութը, որը պատասխանատու է թարմ կտրատված սխտորի բնորոշ բույրի համար։ Եվ այս միացությունը, տարածվելով բույսի շուրջ գտնվող օդում, ստեղծում է մի տեսակ անտեսանելի քիմիական ամպ, որը խորապես խանգարում է շատ միջատների իրենց սննդի աղբյուրները գտնելու ունակությանը։ Միջատները, ինչպիսիք են լվիջները, գազարի ջանջը, աշխարհում կողմնորոշվում են հիմնականում հոտառությամբ։ Նրանց զգայական ընկալիչները կարգավորված են հայտնաբերելու այն սպეციფიկ քիմիական միացությունները, որոնք արձակում են այն բույսերը, որոնցով նրանք սնվում են։ Երբ բանջարանոցը շրջապատված է սոխի կամ սխտորի խիտ եզրաշերտով, այդ բույսերի արձակած ծծմբային միացությունները հագեցնում են շրջակա օդը ստեղծում հոտառական միջամտություն, որը լիովին ապակողմնորոշում է այդ միջատներին։ Նրանք գիտեն, որ մոտակայքում սնունդ կա, կարողանում են հայտնաբերել իրենց փնտրած միացությունների հետքերը, բայց չեն կարողանում որոշել հստակ ուղղությունը։ Դա նման է նրան, որ փորձես հետել մի որոշակի բույրի ինտենսիվ համընկնող հոտերի աղմուկի մեջ։ Հուսահատված անկարող լինելով կողմնորոշվել միջատները, ի վերջո հեռանում են փնտրելով ավելի հեշտ հայտնաբերվող թիրախներ։ Պատմական գրառումները հուշում են, որ այս գործելակերպը հայտնի էր օգտագործվում էր առնվազն 9-րդ դարից։ Այդ ժամանակաշրջանի վանական ձեռագրերում կան հղումներ վանականների մասին, ովքեր սոխի եզրաշերտեր էին տնկում հատկապես իրենց կաղամբի մարգերի շուրջ։ Միջնադարյան վանքերը գյուղատնտեսական գիտելիքների կենտրոններ էին վայրեր, որտեղ բնության համակարգված դիտարկումը ամենօրյա առօրյայի մաս էր։ Վանականները նկատեցին, որ թրթուրների ներխուժումները զգալիորեն քիչ էին ուդլիփեչ եզրաշերտերով պաշտպանված մարգերում։ Նրանք չունեին մանրադիտակներ, չգիտեին ծծմբային միացությունների քիմիան, նույնիսկ չունեին միջատաբանության որպես գիտական դիսցիպլինի հասկացությունը։ Բայց նրանք ունեին նույնքան արժեքավոր մի բան դարավոր ուշադիր դիտարկում մի ավանդույթ գրանցելու այն, ինչն աշխատում էր, այն, ինչը ոչ։ Եվ սկզբունքը տարածվում էր միջատներից շատ ավելի հեռու։ Խոտագեր կաթնասունները, ինչպիսիք են եղջերուները ջագարները, նույնպես աշխարհում կողմնորոշվում են հոտառությամբ։ Եղջերուն ունի մոտավորապես 297 միլիոն հոտառական ընկալիչ մարդկանց մոտ 5 միլիոնի դիմաց։ Այս կենդանիների համար սխտորի բույրը ներկայացնում է չափազանց ինտենսիվ զգայական փորձ։ Բանջարանոցի շուրջ սխտորի խիտ եզրաշերտը գործում էր որպես գրեթե անհաղթահարելի հոտառական արգելք։ Այս ռազմավարության գեղեցկությունը կայանում էր ոչ միայն դրա արդյունավետության, այլ դրա երկակի ֆունկցիոնալության մեջ։ Բույսերը, որոնք ծառայում էին որպես արգելք վնասատուների դեմ, մինույն ժամանակ արժեքավոր խոհարարական բաղադրիչներ էին։ Սոխը, որը պաշտպանում էր կաղամբները, ինքն էլ ի վերջո հայտնվում էր կաթսայի մեջ։ Սխտորը, որը վախեցնում էր եղջերուներին, համեմում էր ընթրիքի գերակուրը։ Այգու պաշտպանությունը խոհանոցի մատակարարումը, այսպիսով, մեկ նույն գործողությունն էին։ Ոչինչ չէր վատնվում, ոչինչ գոյություն չուներ առանց նպատակի։ Այս մոտեցման մեջ կար բնազդային շրջանած տնտեսություն, որը 20-րդ դարի արդյունաբերական գյուղատնտեսությունը տասնամյակներ կպահանջեր վերահայտնաբերելու փորձելու կրկնօրինակել։ Բայց սոխն ու սխտորը, որքան էլ արդյունավետ լինեին թռչող միջատների խոտագեր կաթնասունների դեմ,
Միակ բույսերը չէին, որոնք միջնադարյան այգեպանները սովորեցին օգտագործել որպես զենք։ Կար մեկը էլ ավելի ինտենսիվ բույրով էլ ավելի ուշագրավ հատկություններով, որը հատուկ տեղ էր զբաղեցնում միջնադարի բուսաբանական զինանոցում։ Մի բույս, որի անունը հիշեցնում է փարիզյան աբսենտները բոհեմական գիշերները, բայց որի իրական պատմությունը շատ ավելի հին է, շատ ավելի գործնական, քան հուշում է որևէ գեղարվեստական լեգենդ։ Խոսքը աբսենտի կամ օշինդրի մասին է, որը գիտականորեն հայտնի է որպես օշինդր դարը։ Օշինդրը բազմամյա բույս է արծաթագույն մոխրագույն տերներով, որի հայրենիքը Եվրոպան է Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասերը։ Նրա գիտական անունը պատվում է հունական դիցուհի Արտեմիսին, ուպչիկ, վայրի բնության որսի պաշտպանին։ Շատ ավելի վաղ, քան իր անունը գտար Լիգյորին, որը կհամայեր 19-րդ դարի արվեստագետներին ու գրողներին, այս բույսը մշտական ներկայություն էր միջնադարյան այգիներում, ոչ թե ժամանցային պատճառներով։ Միջնադարի հողագործները հայտնաբերեցին, որ օշինդրը օժտված էր արտակարգ վանող հատկություններով միջատների լայն տեսականու դեմ։ Օգտագործման մեթոդը ուղղակի էր հնարամիտ։ Հողագործները հավաքում էին օշինդրի 4 տերները, դնում էին դրանք եռացող ջրի մեջ, թողնում էին խառնուրդը թրմվեր որոշ ժամանակ, քամում էին ստացված հեղուկը, այն գիրառում ուղղակիորեն իրենց ցանքատարածությունների վրա։ Արդյունքները տպավորիչ չէին։ Լվիջները թիթեռները, որոնք սովորաբար իրենց ձվերը դնում էին խաչածաղկավորների, բուսաբանական խումբ, որը ներառում է կաղամբը, գլուխ կաղամբը բրոկոլին վրա, պարզապես հրաժարվում էին մոտենալ մշակված բույսերին։ Այս արդյունավետության բացատրությունը կայանում է օշինդրի տերներում առկա երկու քիմիական միացությունների մեջ աբսինթինի անաբսինթինի։ Այս նյութերը չափազանց դառն են, այն աստիճան, որ դասվում են բուսական թագավորությունում հայտնաբերված ամենադառը միացությունների շարքին։ Երբ կիրառվում են այլ բույսերի տերների մագերեսին, այս նյութերը ստեղծում են համի մի այնպիսի վանող շերտ, որ բուսակեր միջատների մեծ մասը կտրականապես հրաժարվում է սնվել որևէ բանով, որը ծածկված է դրանցով։ Դառնությունը գործում է որպես համընդհանուր նախազգուշական ազդանշան միջատների աշխարհում։ Մի բան, որն այդքան տհաճ է քիմքին, հավանաբար թունավոր է, ինքնապահպանման բնազդը ավելի ուժեղ է խոսում, քան քաղցը։ Այս հատկության հայտնագործումը չի եկել որևէ կանխամտածված փորձարկումից։ Այն առաջացել է, ինչպես միջնադարյան շատ այլ հայտնագործություններ, բնական աշխարհի ուշադիր դիտարկումից։ Հողագործները նկատեցին, որ վայրի օշինդրի թփերի մոտակայքում մոլախոտերը ավելի քիչ էին, իսկ հարան բույսերը միջատների կողմից պատճառված վնասի ավելի քիչ նշաններ էին ցույց տալիս։ Օշինդրի մոտակայքում ինչ-որ բան հեռու էր պահում վնասատուներին։ Այս դիտարկումից համեմատաբար կարճ քայլ էր մինչ փորձարկումը։ Եթե բույսի ներկայությունը վախեցնում էր միջատներին, թերս խտացված էքստրակտը կարող էր նույնն անել, երբ կիրառվեր այլ մշակաբույսերի վրա։ Եվ կար մի լրացուցիչ առավելություն, որն օշինդրը դարձնում էր հատկապես արժեքավոր։ Այս բույսը բարգավաճում է այնպիսի պայմաններում, որոնք անբարենպաստ կլինեին տեսակների մեծ մասի համար։ Աղքատ, քարքարոտ, չոր հողերը, տեղամասի այն անտեսված անկյունը, որտեղ ուրիշ ոչինչ չէր ցանկանում աճել։ Դա հենց այն տեսակի միջավայրն էր, որտեղ օշինդրն իրեն տանն էր զգում։ Օշինդր մեկ անգամ տնկելը նշանակում էր տարիներ շարունակ ունենալ բնական սրսկման նյութի վերականգնվող աղբյուր։ Մի բույս, որը քիչ էր պահանջում, շատ էր տալիս մի հավասարում, որը ցանկացած միջնադարյան հողագործ կճանաչեր որպես արժեքավոր։ Բայց եթե օշինդրը գործանարար արդյունավետ էր տերներ կրծող միջատների դեմ, կար վնասատուների մի ամբողջ կատեգորիա, որոնց դեմ այն քիչ պաշտպանություն էր առաջարկում փափուկ մարմնով միջատները, որոնք սնվում են բույսերի հյութը ձձելով։ Լվիջները, տիզերը, սպիտակաթիկները, այս փոքրիկ թվացյալ փխրուն արարածները, որոնք մեծ քանակությամբ կարող են թուլացնել նույնիսկ սպանել ամբողջական բույսեր։ Այս տեսակի սպառնալիքի հետ գլուխ հանելու համար միջնադարյան այգեպանները լուծում գտան մի անսպասելի վայրում լվացքի գործընթացում։ Օջառախոտը, որը գիտականորեն հայտնի է որպես քունթմբզուն թենստուդիղ, օջառախոտ դեղատու, բազմամյա բույս է վարդագույն ծաղիկներով, որը վայրի աճում է Եվրոպայի մեծ մասում։ Միջնադարում այն լայնորեն օգտագործվում էր նուրբ գործվածքները լվանալու համար։ Երբ նրա տերներն ու ցողունները տրորվում խառնվում էին ջրի հետ, արտադրում էին բնական փրփուր օջարի նման, որը բավականաչափ մեղմ էր բուրդն ու մետաքսը մաքրելու համար առանց դրանք վնասելու։ Միջնադարյան լվացարարուհիները լավ գիտեին այս բույսը, այն սովորաբար օգտագործում էին իրենց աշխատանքում։ Կապը լվացքի վնասատուների դեմ պայքարի մեջ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը պատմության մեջ կորած ինչ-որ պահի նկատեց, որ օջառախոտով լվացքի գործընթացից մնացած կեղտաջուրը կարծես թե մահացու ազդեցություն էր ունենում փափուկ մարմնով միջատների վրա։ Բացատրությունը կայանում է սապոնիններ գոչվող բնական միացությունների մեջ, որոնք պատասխանատու են բույսի փրփրելու ունակության համար։ Երբ դրանք լուծվում են ջրում, կիրառվում լվիջների, տիզերի կամ սպիտակաթիկների գաղութների վրա, սապոնինները ձևավորում են մի թաղանթ, որը պատում է այդ միջատների մարմինը։ Այս թաղանթը փակում է շնչանցքերը, այն փոքրիկ շնչառական անցքերը, որոնց միջոցով այս օրգանիզմները գազափոխանակություն են կատարում միջավայրի հետ։
Զրկվելով թթվածնից միջատները մահանում են շնչահեղձությունից ժամերի ընթացքում։ Կարող է նշել, որ սա հենց նույն գործողության սկզբունքն է, ինչ ներկայումս վաճառվող միջատասպան օջառներինը։ Ժամանակակից արդյունաբերությունը վերլուծել է այն, ինչ միջնադարյան այգեպաններն արդեն անում էին։ Գիտականորեն վավերացրել է մեխանիզմը փաթեթավորել արտադրանքը գունավոր պիտակներով սրվակների մեջ։ Եվ կար մի լրացուցիչ առավելություն։ Սապոնինները արագորեն քայքայվում են արի լույսի ազդեցության տակ։ Կիրառումից մի քանի ժամ անց ակտիվ միացությունն արդեն քայքայված է լինում։ Տերների վրա թունավոր մնացորդներ չեն կուտակվում, չկա հավաքված սննդամթերքի աղտոտման վտանգ։ Մշակումը կատարում է իր գործառույթը հետո ցնդում։ Կենսաբանական վերահսկման այս աղբյուրի պահպանումը նվազագույն էր։ Օջառախոտը մեկ անգամ տնկվելուց հետո տարածվում է եռանդով։ Միջնադարյան հողագործի համար այս ագրեսիվությունը առավելություն էր։ Որքան շատ էր բույսը տարածվում, այնքան ավելի շատ հումք էր հասանելի լինում։ Օջառախոտի պատմությունը ցույց է տալիս միջնադարյան վնասատուների դեմ պայքարում պարբերաբար հանդիպող դինամիկան պատահական հայտնագործությունը, որը ծնվել է թվացյալ անկապ առօրյա գործողությունների հատումից։ Լվացարարուհիները չէին փորձում միջատասպան ստեղծել։ Նրանք պարզապես լվացք էին անում։ Բայց դիտարկումը, որ մնացորդային հեղուկը սպանում էր միջատներին, տնային գողմնագի արդյունքը վերածեց գյուղատնտեսական գործիքի։ Բայց օջառախոտի օշինդրի սրսկվող լուծույթները, որքան էլ արդյունավետ լինեին տերների վրայի միջատների դեմ, չէին լուծում այն խնդիրը, որը կրկնվում էր գիշեր առ գիշեր միջնադարյան բանջարանոցներում գողինջների անողոք հարձակումը։ Փայտի մոխիրը առաջարկում էր պասիվ արգելք, բայց լինում էին պահեր, երբ անհրաժեշտ էր ավելի ագրեսիվ մոտեցում։ Եվ հենց այստեղ էր, որ միջնադարյան այգեպանները մշակեցին գյուղատնտեսության ողջ պատմության ամենահնարամիտ դաժանորեն արդյունավետ թակարդներից մեկը։ Մեթոդը գրեթե կատակերգական պարզություն ուներ։ Այգեպանները կավե ամանները մինչ եզրերը թաղում էին բանջարանոցի հողի մեջ այնպես, որ բացվածքը հավասար լիներ հողի մակերեսին։ Այնուհետ նրանք այդ տարաները լցնում էին փչացած գարեջրով կամ մրգերի խմորված մածուկով։ Եվ հետո սպասում էին։ Հաջորդ առավոտյան տասնյակ կողինջներ խեղդված լողում էին թակարդի մեջ։ Գիշեր առ գիշեր գործընթացը կրկնվում էր։ Գիշեր առ գիշեր գողինջների պոպուլյացիան նվազում էր։ Այս թակարդի հետում կանգնած գիտությունը նույնքան նրբագեղ է, որքան պարզ։ Խմորման գործընթացը արտադրում է ցնդող միացություններ, հատկապես նրանք, որոնք առաջանում են խմորասնգերի գործունեությունից, որոնք անդիմադրելի գրավչություն ունեն գողինջների խխունջների համար։ Այս փափկամարմինները կարողանում են հայտնաբերել խմորման բույրը զարմանալի հեռավորությունների վրա։ Հոտից գրավված գողինջները լքում են ցանկացած բույս, որը նրանք սպառում են, ուղիղ գծով ուղղվում են դեպի բույրի աղբյուրը։ Հասնելով տարայի եզրին նրանք առանց վարանելու մտնում են դրա մեջ։ Բայց կավե ամանի հարթ խոնավ պատերը կանխում են մագլցելու ցանկացած փորձ։ Փափկամարմինը ընկնում է խմորված հեղուկի մեջ խեղդվում։ Թակարդը գործում է որպես հրավեր, որին գողինջը չի կարող դիմադրել, որից չի կարող փախչել։ Այս լուծման լոգիստիկան կատարելապես հարմարեցված էր միջնադարյան իրականությանը։ Արհեստագործական գարեջրատները տարածված էին ողջ միջնադարյան Եվրոպայում, գարեջրի խմբաքանակները, որոնք չէին հասնում ցանկալի որակի չափանիշին կամ պարզապես թթվում էին նախքան սպառվելը, հաճախակի ելույթներ էին։ Այս փչացած գարեջուրը, որը չէր կարող վաճառվել կամ սպառվել, այդպիսով գտնում էր երկրորդ կյանք որպես գյուղատնտեսական պաշտպանության զենք։ Եվս մեկ անգամ դրսևորվում էր լիարժեք օգտագործման սկզբունքը։ Ոչինչ դեն չէր նետվում, ամեն ինչ գտնում էր իր օգտագործությունը։ Այս տեխնիկայի հետ կապված թվերը տպավորիչ են։ Մեկ թաղված տարան կարող էր որսալ 50 կամ ավելի գողինջ մեկ գիշերվա ընթացքում առավելագույն ակտիվության շրջաններում։ Եվ այս նույն տեխնիկան մինչ օրս կիրառվում է այգեպանների կողմից ամբողջ աշխարհում։ Տեխնոլոգիական առաջընթացի դարեր, իսկ փչացած գարեջրով կավե ամանով պատրաստված միջնադարյան թակարդը շարունակում է մնալ գողինջների դեմ պայքարի հասանելի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Բայց գողինջներ որսալը, իր էությամբ, պաշտպանական ռազմավարություն էր։ Այն վերացնում էր ներխուժողներին, երբ նրանք հայտնվում էին, բայց չէր խանգարում նրանց փորձել։ Միջնադարյան ազնվականները, իրենց ավելի առատ ռեսուրսներով ավելի վեհաշուկ հավակնություններով, փնտրում էին ավելի ագրեսիվ մի բան, որը ոչ միայն կհեռացներ վնասատուներին, այլ կպատժեր նրանց մոտենալ համարձակվելու համար։ Եվ նյութը, որը նրանք ընտրեցին այդ գործի համար, այն ժամանակ նույնքան արժեքավոր էր, որքան արծաթը պղպեղը։ Միջնադարյան Եվրոպայի համատեքստում արելքից ներկրված համեմունքները ծայրահեղ շքեղության առարկաներ էին։ Պղպեղը, մասնավորապես, օգտագործվում էր ոչ միայն որպես համեմունք, այլ որպես փոխանակման արժույթ, որպես օժիտ, որպես սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ։ Այն փաստը, որ որոշ ազնվականներ պատրաստ էին աղալ այս թանկարժեք բաղադրիչը ցանել այն իրենց կաղամբների վրա,
շատ բան է ասում վնասատուների խնդրի լրջության իրենց բանջարանոցներին տրվող արժեքի մասին։ Պղպեղի ակտիվ տարրը կապսայցինը այն միացությունն է, որը պատասխանատու է այրոցի զգացողության համար։ Այս նյութը ակտիվացնում է ցավի ընկալիչները այն հյուսվածքներում, որոնց հետ շփվում է, ազդեցությունը համընդհանուր է նյարդային ընկալիչներով օժտված օրգանիզմների համար։ Ազնվականները պղպեղը աղում էին ջրի մեջ, թողնում էին խառնուրդը թրմվեր, այն գիրառում էին իրենց բույսերի վրա։ Մշակված տերի հետ մեկ հպումը բավական էր, որպեսզի սկյուրը կամ ջագարը այդ սնունդը կապի ուժեղ ցավի փորձի հետ։ Ցավը արդյունավետ ուսուցիչ է։ Բնականաբար, ներկրված պղպեղը հասանելի չէր բնակչության ճնշող մեծամասնությանը։ Մի բուռ պղպեղը ավելի թանկ արժեր, քան սովորական գյուղացու մեկ շաբաթվա աշխատավարձը։ Բայց, ինչպես շատ այլ դեպքերում, ժողովրդական ստեղծագործական միտքը գտավ այլընտրանք։ Մանանեխի սերմերը, որոնք առատորեն աճում էին ողջ Եվրոպայում, բացարձակապես ոչինչ չարժեին։ Պարունակում են գրգռիչ միացություններ, որոնք քիմիապես նման են կապսայցինին։ Ոչ այնքան հզոր, բայց բավականաչափ արդյունավետ խոտագեր կենդանիների մոտ նույն տեսակի արձագանք առաջացնելու համար։ Գյուղացին, ով չէր կարող գնել ներկրված պղպեղ, կարող էր մանանեխի սերմեր հավաքել ճանապարհի եզրին ստանալ համեմատելի արդյունք։ Կարիքը, ինչպես միշտ, գյուտարարության մայրն էր։ Կիրառումը խնայողական էր բոլոր առումներով։ Փոքր քանակությամբ պղպեղի փոշին կամ աղացած մանանեխը լուծված ջրում բավական էր զգալի տարածք մշակելու համար։ Անձրից հետո կիրառումը պետք է թարմացվեր, քանի որ ջուրը լվանում էր միացությունը տերներից։ Բայց փոխարինման ծախսը նվազագույն էր, հատկապես նրանց համար, ովքեր օգտագործում էին իրենց սեփական հողերում աճեցված մանանեխի սերմերը։ Դա մի լուծում էր, որը կատարելապես մասշտաբավորվում էր։ Այն հավասարապես լավ էր աշխատում թե փոքր տնային բանջարանոցի, թե գալվածատիրական տնտեսության ընդարձակ այգիների համար։ Բայց կապսայցինի այրոցը մանանեխի գրգռումը միջնադարյան զինանոցի բազմաթիվ զենքերից միայն երկուսն էին։ Որոշ խնդիրներ պահանջում էին ավելի նուրբ, ավելի ռազմավարական մոտեցումներ, որոնք ոչ թե ուղղակիորեն կհարձակվեին վնասատուի վրա, այլ կքանդեին այն ողջ համակարգը, որը նրան սատարում էր։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը շրջվում է դեպի այգեգործության աշխարհի ամենաթերագնահատված սխալ հասկացված վնասատուներից մեկը մրջյունները։ Առաջին հայացքից մրջյունները բանջարանոցում անվնաս են թվում, բայց այդ տպավորությունը խորապես մոլորեցնող է։ Մրջյունների շատ տեսակներ լվիջների հետ սիմբիոտիկ հարաբերություններ են պահպանում։ Պաշտպանում են նրանց գիշատիչներից, տեղափոխում են նրանց բույսերի ամենանուրբ մասերը, փոխարենը հավաքում են քաղցրահյութը, որը լվիջները արտազատում են։ Քանի դեռ այգում մրջյուններ կան, լվիջների դեմ պայքարի ցանկացած ջանք կլինի մասնագիորեն արդյունավետ, քանի որ մրջյունները պաշտպանում են իրենց հոտերը զատիկներից այլ բնական գիշատիչներից։ Միջնադարյան այգեպանները դարավոր դիտարկումների միջոցով հասկացան այս դինամիկան, եւ լուծումը, որ նրանք գտան, մի ոսկեգույն ծաղիկներով բույս էր, որը կոչվում էր լվաձաղիկ կամ տանացետում, գիտականորեն հայտնի որպես Pituitz mafzdipts լվաձաղիկ սովորական։ Այս բազմամյա բույսը պտերանման կտրտված տերներով փոքրիկ դեղին գոճակների տեսքով ծաղկաբույլերով արտադրում է քիմիական միացություններ, որոնք կոչվում են թույոն կամ ֆորա։ Այս միացությունները ուղղակիորեն միջամտում են ֆերոմոնների հետքերին, որոնք մրջյունները օգտագործում են կողմնորոշվելու համար։ Մրջյունները կողմնորոշվում են հիմնականում հոտառությամբ հետելով իրենց ընկերների թողած քիմիական հետքերին։ Երբ այդ հետքերը ընդհատվում կամ քողարկվում են տանացետումի ցնդող միացություններով, մրջյունները լիովին գործնում են իրենց կողմնորոշվելու ունակությունը։ Նրանք հասնում են տանացետումով տնկված տարածքի եզրին պարզապես կանգ են առնում, ապա կողմնորոշված, անկարող առաջ շարժվել։ Այս ընդհատման շղթայական ազդեցությունը խորն է։ Առանց մրջյունների պաշտպանության լվիջները մնում են բացահայտված իրենց բնական գիշատիչների առաջ։ Զատիկները ոսկեաչիկները, որոնք նախկինում անընդհատ վախեցվում էին մրջյունների կողմից, վերջապես կարող են կատարել իրենց գործը։ Շաբաթների ընթացքում լվիջների պոպուլյացիան փլուզվում է առանց այգեպանի կողմից որևէ սրսկում կիրառելու անհրաժեշտության։ Սա անուղղակի կենսաբանական վերահսկման կատարյալ օրինակ է։ Վնասատուի վրա ուղղակիորեն հարձակվելու փոխարեն հեռացվում է աջակցության համակարգը, որը թույլ է տալիս նրան բարգավաճել։ Տանացետումի որպես գյուղատնտեսական արժեք ունեցող բույսի համբավն այնքան հաստատված էր, որ հենց ինքը Կարլոս Մեծը ֆրանկների կայսրը, ով 8-9-րդ դարերի մեջ կառավարում էր Եվրոպայի հսկայական մասը, այն ներառեց այն բույսերի ցանկում, որոնք պետք է մշակվեին կայսերական բոլոր կալվածքներում։ Այս որոշումը պարունակող փաստաթուղթը, որը հայտնի է որպես Chunzvdupts Capitular de Villis, կազմվել է մոտավորապես մեր թվարկության 812 թվականին, հանդիսանում է կարոլինգյան գյուղատնտեսական գործելակերպի ամենամանրամասն գրառումներից մեկը։ Դրանում Կարլոս Մեծը թվարկում է մոտ 90 բույս, որոնք նա էական էր համարում գյուղական գալվածքի լավ գործունեության համար, տանացետումը դրանց թվում է։ Երբ կայսրը որոշակի բույս ներառում է վարչական հրամանագրում,
որը կարգավորում է իր հողերի կառավարումը, վստահաբար կարելի է ասել, որ այդ բույսը ապացուցել էր իր արժեքը գործնական օգտագործման սերունդների ընթացքում։ Միջնադարյան մեղվապահները նույնպես գիտակցում էին տանացետումի արժեքը։ Մրջյունները հաճախ ներխուժում էին փեթակներ մեղուների կողմից կուտակված մեղրի հետից առաջացնելով անհանգստություն վնաս։ Փեթակների շուրջ տանացետում տնկելը ստեղծում էր բացառման գոտի, որը մրջյունները չէին կարողանում անցնել պաշտպանելով մեղուներին նրանց մեղրի արտադրությունը առանց մեղվապահի ուղղակի միջամտության անհրաժեշտության։ Դա մի պասիվ, մշտական ինքնակառավարվող լուծում էր, որը պահանջում էր միայն սկզբնական տնկում, ոչ մի հետագա սպասարկում։ Բայց տանացետումը իր ողջ արդյունավետությամբ հանդերձ մրջյունների դեմ լվիճների վերահսկման վրա ունեցած դրական հետանքներով, զբաղվում էր միայն նրանով, ինչ տեղի էր ունենում հողի մակերեսին դրանից վեր։ Կային ստորգետնյա խնդիրներ, որոնք պահանջում էին նույնքան ստորգետնյա լուծումներ։ Եվ հողի տակ գործող ներխուժողներին դիմակայելու համար միջնադարյան այգեպանները իրենց ուշադրությունը դարձրին ողջ Եվրոպայի ամենատարածված բանահյուսությամբ ամենաշատը հարուստ ծառերից մեկին թանթրվենուն։ Թանթրվենին կոչվում ցեղը, ծառ կամ թուփ է, որը տարերայնորեն աճում է ողջ բարեխառն Եվրոպայում։ Միջնադարում այն շրջապատված էր սնահավատություններով, լեգենդներով, որոնցից շատերը նրան վերագրում էին պաշտպանիչ ուժեր։ Բայց միստիցիզմի հետում կար շատ կոնկրետ գործնական դիտարկում։ Միջնադարյան այգեպանները նկատեցին, որ կրծողները, հատկապես առնետները, խլուրտները, սիստեմատիկորեն խուսափում էին թանթրվենու մոտակայքից։ Խլուրտները, որոնք ուրախությամբ թունելներ էին փորում ամբողջ դաշտով մեկ, կտրուկ փոխում էին ուղղությունը մոտենալով թանթրվենու արմատներին։ Առնետները, որոնք վխտում էին շտեմարաններում, մարաններում, հազվադեպ էին հանդիպում այս ծառերին մոտ գտնվող կառույցներում։ Այս երույթի բացատրությունը կայանում է թանթրվենու տերներում առկա մի միացության մեջ, որը կոչվում է սամբունիգրին։ Երբ այս նյութը քայքայվում է, այն արձակում է ջրածնի ցիանիդի հետքեր։ Մարդկանց մոտ ներգրավված քանակությունները աննշան են, վտանգ չեն ներկայացնում։ Բայց կրծողները ունեն արտակարգ զգայուն շնչառական համակարգեր համեմատած իրենց մարմնի փոքր չափերի հետ։ Նրանց համար նույնիսկ ջրածնի ցիանիդի նվազագույն քանակությունները առաջացնում են զգալի շնչառական անհանգստություն։ Դա բավական է, որպեսզի թանթրվենուն մոտ գտնվող ցանկացած տարածք այնքան տհաճ դառնա, որ նրանք գերադասեն սնունդ ապաստան փնտրել այլ վայրում։ Օգտագործման մեթոդը բնորոշ գործնական էր։ Հողագործները եռացնում էին մի արատ բուր թանթրվենու տերներ ջրի մեջ մոտ 30 րոպե։ Թողնում էին հեղուկը սառչեր, այնուհետ այն ցանում էին իրենց մարգերի եզրերի շուրջ։ Ստացված հոտը օրեր շարունակ հեռու էր պահում փորող կրծողներին։ Բայց միջնադարյան ստեղծագործական միտքը դրանով չէր սահմանափակվում։ Որոշ այգեպաններ մի քայլ առաջ էին գնում, թանթրվենու թարմ ճյուղեր էին մտցնում ուղղակիորեն խլուրտների թունելների մեջ։ Բախվելով իրենց սեփական տարածքում այդ գրգռիչ բույրին, խլուրտները կամ ամբողջությամբ լքում էին այդ թունելները, կամ էներգիա էին վատնում նոր ուղիներ փորելով հոտարական խոչընդոտի շուրջը։ Ամեն դեպքում գազարի մյուս բանջարեղենների արմատները մնում էին պաշտպանված։ Եվ թանթրվենին, ինչպես փայտի մոխիրը օջառախոտը, ըստ էության անվճար էր։ Այն վայրի աճում էր ողջ Եվրոպայում։ Բավական էր մի կարճ զբոսանք մի քիչ եռացող ջուր ճանապարհի եզրից հավաքված տերները կրծողների դեմ արդյունավետ վանող միջոցի վերածելու համար։ Բայց միջնադարյան բանջարանոցի ոչ բոլոր խնդիրներն էին գալիս հողի տակից։ Մակերեսին կար մեկ այլ թշնամի, որին ժամանակի ցանկացած այգեպան լավ գիտեր կատուները։ Միջնադարում գիսանտելացված կատուները ազատ շրջում էին գյուղերում, գյուղական գալվածքներում։ Նրանց հանդուրժում էին նույնիսկ գնահատում առնետներին վերահսկելու իրենց ունակության համար, բայց նրանք ունեին հուսահատեցնող սովորություն օգտագործել նոր ցանված մարգերը որպես իրենց արտաթորանքները թաղելու վայրեր, այդ ընթացքում դուրս փորելով սերմերը, վնասելով տնկիները։ Դա մի խնդիր էր, որը, հարկ է նշել, մնում է բացարձակապես նույնը 800 տարի անց։ Կատուները ոչ մի բանով չեն փոխվել։ Եվ կատուների, բզեզների, մակերեսային մի շարք այլ ներխուժողների հետ գլուխ հանելու համար միջնադարյան այգեպանները դիմեցին իրենց զինանոցի ամենատարօրինակ, ամենասուր խոտաբույսերից մեկին՝ սատապին, որը գիտականորեն հայտնի է որպես բփփին դբուծրծտ, սատապ բուրավետ։ Հատուկ անունը դբուծրծտ գալիս է լատիներենից, բառացի նշանակում է ուժեղ հոտ ունեցող մի նկարագրություն, որը որքան էլ ուղղակի լինի, չի փոխանցում իրական փորձը։ Սատապի բույրը ինտենսիվ է, թափանցող, կենդանիների մեծ մասի համար խորապես տհաճ։ Կատուները, մասնավորապես, ցուցաբերում են գրեթե բնազդային հակակրանք սատապի նկատմամբ։ Մարգի եզրերով տնկված սատապը ստեղծում է մի գոտի, որը կատուները հրաժարվում են անցնել։ Միջնադարյան այգեպանները դա հայտնաբերեցին էմպիրիկ ճանապարհով, սկսեցին այն օգտագործել որպես կենդանի հոտարական ցանկապատ իրենց սերմնացան մարգերի շուրջ։ Բզեզները նույնպես խուսափում են այն բույսերից, որոնք աճում են սատապի մոտակայքում։ Բույսի ցնդող յուղերը պարունակում են ռուտին այլ միացություններ, որոնք շփման դեպքում գրգռում են միջատների գուտիկուլան։ Բզեզները նախընտրում էին թռչել 3 այգի այն կողմ,
քան նստել սատապի մոտ գտնվող բույսերի վրա։ Վանական գրառումները հատուկ նշում են սատապի տնկումը վարդենիների գողքին։ Միջնադարյան վարդենիները հատկապես խոցելի էին բզեզների նկատմամբ, սատապի ներկայությունը մոտակայքում դրամատիկորեն նվազեցնում էր վնասը առանց որևէ մեկի կարիք ունենալու ժամերով ձեռքով միջատներ հավաքել։ Վանագանները, իրենց ժամանակը բաշխելով աղոթքների, ուսման ֆիզիկական աշխատանքի միջ, գնահատում էին ցանկացած լուծում, որը խնայում էր ժամանակ ջանք։ Բայց սատապը ուղեկցվում էր մի կարևոր նախազգուշացմամբ, որը միջնադարյան այգեպանները սովորեցին, հնարավոր է, ամենացավոտ ճանապարհով։ Սատապի տերներում առկա յուղերը արձագանքում են արի լույսի ուլտրամանուշակագույն ջարագայթման հետ կարող են առաջացնել մարդու մաշկի ծանր այրվածքներ մի վիճակ, որն այսօր հայտնի է որպես ֆիտոֆոտոդերմատիտ։ Բույսի հետ շփումը արոտ օրերին կարող էր հանգեցնել ցավոտ բշտիկների երկարատ գրգռվածության։ Միջնադարյան հողագործները սովորեցին սատապը հավաքել միայն անպամած օրերին կամ մայրամուտից հետո մի նախազգուշացում, որը ցույց է տալիս գործնական գիտելիքների մանրուքների նկատմամբ ուշադրության մի մակարդակ, որը հերքում է միջնադարյան տգիտության ցանկացած կարծրատիպ։ Հռոմեացիները դարեր առաջ արդեն գիտեին օգտագործում էին սատապը անվանելով այն շնորհի խոտ տարածելով դրա մշակումը իրենց հսկայական կայսրության ողջ տարածքում։ Սա նշանակում է, որ այս բույսը կուտակել է ավելի քան 2000-ամյակի փաստագրված օգտագործում որպես վնասատուների վանող միջոց։ Եվ այսպես, երբ սատապը պաշտպանում էր այգու մակերեսը կատուներից բզեզներից, իսկ թանթրվենին հեռու էր պահում կրծողներին ստորգետնյա տարածքից, միջնադարյան պաշտպանության համակարգը սկսում էր ձեռք բերել նկատելիորեն ամբողջական կառուցվածք։ Բայց կար այս հանելուկի վերջին գտորը մի գործելակերպ, որը չէր ներառում ոչ մի բույս, ոչ մի էքստրակտ, ոչ մի թուրմ։ Միայն ֆիզիկական աշխատանք, մի բահ գիտելիք այն մասին, թե երբ այն օգտագործել։ Ամեն աշնան, երբ առաջին ցրտահարությունը հարվածում էր դաշտերին, միջնադարյան հողագործները վերցնում էին իրենց գործիքները, սկսում էին խորը փորել իրենց մարգերի հողը։ Խոսքը մագերեսային քաղանի կամ դեղամասի թեթ պատրաստման մասին չէր։ Դա խորը փորում էր բահի երկու խորությամբ, որը նպատակ ուներ հասնել հողի այն շերտերին, որտեղ թաքնված էին իրական խնդիրները։ Որովհետև ցանկացած աշնանային մարգի թվացյալ հանգիստ մագերեսի տակ վնասատուների մի լեգիոն պատրաստվում է գարնանը։ Ճապոնական բզեզների թրթուրները, կտրող թրթուրները, բանջարանոցային լվիչների թրթուրները, այս բոլոր օրգանիզմները ցուրտ ամիսները անցկացնում են հողի մեջ թաղված թմբիրի վիճակում։ Սպասելով, որ ջերմաստիճանը բարձրանա, որպեսզի դուրս գան, ավարտեն իրենց կյանքի ցիկլը, սկսեն սնվել նոր ծլած բույսերով։ Դա մի քնած բանակ է անտեսանելի, բայց կործանարար արդյունավետ, երբ արթնանում է։ Աշնանային խորը փորումը ընդհատում է այս ցիկլը պարզ դաժանությամբ։ Հողը մեծ խորությամբ շրջելով հողագործը այս ցմերող թրթուրներին հանում է մակերես։ Եվ հենց որ նրանք բացահայտվում են, երկու բան է տեղի ունենում։ Նախ գիշերային ցրտահարությունը հասնում է նրանց։ Առանց հողի խորը շերտերի մեկուսիչ պաշտպանության թրթուրները մնում են բացահայտված այնպիսի ջերմաստիճանների առաջ, որոնց դիմանալու համար նախատեսված չեն, մահանում են ցրտից։ Երկրորդ հնարամիտ թռչունները արագորեն նույնականացնում են այդ բացահայտված թրթուրները, որպես հեշտ կերակուր հոգում են վերացնել այն, ինչին ցրտահարությունը չհասավ։ Այս միջամտության պահը վճռորոշ էր, միջնադարյան հողագործները լիովին գիտակցում էին դա։ Փորումը պետք է տեղի ունենար առաջին ցրտահարությունից հետո, երբ թրթուրները արդեն թաղվել էին ցմերելու համար, բայց նախքան հողը լիովին կսառչեր, ինչը փորելը ֆիզիկապես անհնար կդարձներ։ Ժամանակի այս համեմատաբար նեղ պատուհանը պահանջում էր ուշադրություն տեղական կլիմայական պայմանների գիտելիք, այն տեսակի գործնական իմաստություն, որը փոխանցվում էր հորից որդուն, հարանից հարանին սերունդների ընթացքում։ Այս գործելակերպի արդյունքները տպավորիչ էին։ Աշնանը կատարված մեկ խորը փորումը կարող էր նվազեցնել հաջորդ գարնան հողի վնասատուների պոպուլյացիան զգալի համամասնություններով։ Դա կանխարգելիչ միջոց էր բառի բուն իմաստով, վնասատուներին արձագանքելու փոխարեն, երբ վնասն արդեն հասցված էր, հողագործը հարձակվում էր խնդրի վրա նախքան դրա դրսևորվելը։ Ամբողջ աճի սեզոնի ընթացքում միջատների հետից ընկնելու փոխարեն, նա վերացնում էր նրանց իրենց առավելագույն խոցելիության շրջանում։ Դա ռազմավարություն էր, ոչ թե մարդ։ Մի վիրաբուժական հարձակում, որը չեզոքացնում էր թշնամուն, քանի դեռ նա քնած էր։ Եվ ձախսը, մեկ անգամ զրո էր բացառությամբ ֆիզիկական ջանքի։ Ոչ մի ապրանք գնելու համար, ոչ մի հատուկ սարքավորում ձեռք բերելու համար։ Միայն նույն բահը, որը հողագործը օգտագործում էր դաշտային բոլոր այլ աշխատանքների համար, գիտելիքը, թե երբ ինչպես այն կիրառել։ Դա գյուղատնտեսության մեջ կիրառվող միջնադարյան տնտեսության բարձրագույն արտահայտությունն էր, զգալի արդյունք նվազագույն ներդրմամբ։ Երբ դիտարկում ենք այս տեխնիկաների ամբողջությունը, մի հետողական համակարգ է գծագրվում։ Մոխիրը պաշտպանում էր փափկամարմիններից պարարտացնում հողը։ Սխտորի եզրաշերտերը շփոթեցնում էին թռչող միջատներին, վախեցնում կաթնասուններին։ Օշինդրը տերները դարձնում էր անձեռնմխելի բզեզների թրթուրների համար։ Օջարախոտը վերացնում էր լվիչներին բնական փրփուրով։
Գարեջրի թակարդները որսում էին գողինջներին տասնյակներով։ Կապսայցինը սովորեցնում էր կաթնասուններին սնունդ փնտրել այլ վայրում։ Տանացետումը քանդում էր լվիջների պաշտպանության համակարգը։ Թանթրվենին հեռացնում էր կրծողներին։ Սատապը հեռու էր պահում գատուներին բզեզներին։ Իսկ աշնանային փորումը վերացնում էր թրթուրները նախքան նրանք կկարողանային վնաս հասցնել գարնանը։ Այս տեխնիկաներից յուրաքանչյուրը, անհատապես, անդրադառնում էր վնասատուների խնդրի մի որոշակի ասպեկտի։ Միասին նրանք կազմում էին պաշտպանության մի ինտեգրված համակարգ, որը ծածկում էր գրեթե բոլոր սպառնալիքները, որոնց կարող էր բախվել միջնադարյան եվրոպական այգին։ Եվ ամենազարմանալին այն է, որ բոլորն էլ կիսում էին նույն հիմնարար բնութագրերը։ Դրանք հիմնված էին տեղական անվճար նյութերի վրա, չէին ներառում վտանգավոր թունավոր նյութեր, չէին վնասում շրջակա էկոհամակարգին, չէին պահանջում մասնագիտացված գիտելիքներ կախված չէին որևէ տեսակի արտրային կամ արդյունաբերական ենթակառուցվածքից։ Այս համակարգը չի հորինվել մի փայլուն մտքի կողմից ներշնչանքի միակ պահին։ Այն կառուցվել է դարերի ընթացքում հազարավոր անանուն մարդկանց կողմից, ովքեր ուշադրությամբ դիտարկում էին իրենց շրջապատող աշխարհը, փորձարկում էին հասանելի ռեսուրսներով, կիսվում էին արդյունքներով իրենց համայնքների հետ։ Դա մի հավաքական, աստիճանական խորապես օրգանական գործընթաց էր արմատավորված գոյատման գործնական անհրաժեշտության բնական ցիկլերի նկատմամբ բնազդային հարգանքի մեջ։ Ժամանակակից գիտությունը, իր բոլոր գործիքներով մեթոդաբանություններով, վավերացրել է այս գործելակերպերի ճնշող մեծամասնությունը։ Սխտորի ծծմբային միացությունները, օջառախոտի սապոնինները, տանացետումի թույոնը, օշինդրի աբսինթինը, պղպեղի կապսայցինը, թանթրվենու սամբունիգրինը այս բոլոր միացությունները մեկուսացվել են, վերլուծվել հաստատվել են որպես արդյունավետ վանող կամ միջատասպան միջոցներ։ Այն, ինչ միջնադարյան գյուղացիները հայտնաբերել էին էմպիրիկ ճանապարհով առանց մանրադիտակների, առանց քրոմատոգրաֆների, առանց ժամանակակից անալիտիկ քիմիայի որևէ ապարատի, գիտությունը հաստատեց գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներում։ Եզրակացությունը միաժամանակ խոնարհեցնող է ոգեշնչող։ Այդ մարդիկ ավելին գիտեին, քան մենք նրանց վերագրում ենք։ Եվ թերս այս ողջ պատմության ամենակարևոր դասը ոչ թե քիմիական միացությունների կամ սպეციფიկ տեխնիկաների մեջ է, այլ այն մտածելակերպի մեջ, որն արտադրել է դրանք։ Դիտարկման, փորձարկման, հասանելի ռեսուրսների լիարժեք օգտագործման, բնական գործընթացների հետ ներդաշնակության մտածելակերպ։ Մի մտածելակերպ, որը այգին տեսնում էր ոչ թե որպես մարտի դաշտ, որը պետք է տիրապետել կոպիտ ուժով, այլ որպես մի էգոհամակարգ, որը պետք է հասկանալ կառավարել խելացիորեն։ Միջնադարյան Եվրոպայի այգիներում բուխարիների մոխրի սխտորի սուր բույրի մեջ, տանացետումի դեղին ծաղիկների օջառախոտի մեղմ փրփուրի մեջ բնակվում է մի գյուղատնտեսական ժառանգություն, որն անցել է դարերի միջով, որը մնում է նույնքան վավերական այսօր, որքան Գալոս Մեծի ժամանակներում։ Մի ժառանգություն, որը մեզ հիշեցնում է, որ երբեմն ամենաարդյունավետ լուծումները ամենաթանկը, ամենաբարդը կամ տեխնոլոգիապես ամենազարգացածը չեն։ Դրանք ամենապարզն են, ամենահինը, ամենասերտորեն կապվածը հողի բնության ցիկլերի հետ։ Միջնադարյան այգեպանները չունեին դիպլոմներ, չէին հրապարակում գիտական հոդվածներ, չէին գրանցում արտոնագրեր, բայց նրանք թողեցին ավելի տական մի բան գործնական գիտելիքների մի պաշար փորձարկված սերունդների կողմից, որը շարունակում է կատարելապես գործել ավելի քան 600 տարի անց։ Եթե սա իմաստություն չէ, դժվար է պատկերացնել, թե ինչն է։ Եվ այսպես, մենք հասանք միջնադարյան այգիներով այս ճանապարհորդության ավարտին, բայց թերս այն միայն ձեր ճանապարհորդության սկիզբն է, որովհետև գիտելիքը, որը մենք նոր ուսումնասիրեցինք, չի պատկանում անցյալին։ Այն հասանելի է այստեղ հիմա սպասելով կիրառվելու ձեր սեփական մարկում, ձեր սեփական բանջարանոցում, ձեր սեփական հողակտորի վրա։ Եթե այս պատմությունը ձեր մեջ հետաքրքրություն արթնացրեց իմանալու ավելին, ուսումնասիրելու ժամանակակիցության կողմից մոռացված այլ պատմություններ, բացահայտելու, թե էլ ինչ գիտեին մեր նախնիները, որ մենք դեռ չենք սովորել, ապա բաժանորդագրվեք այս ալիքին։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն, յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր մեկնաբանություն, որ դուք թողնում եք, նման է այն մոխրին, որը ցանված է թույլ տնկի շուրջ։ Այն կարող է փոքր բան թվալ, բայց հենց դա է մեզ թույլ տալիս շարունակել աճել։ Թողեք մեկնաբանություններում, թե այս միջնադարյան տեխնիկաներից որն արդեն գիտեիք կամ որն եք մտադիր փորձարկել։ Ձեր մասնակցությունն է, որ պահում է այս տարածքը կենդանի սնում է սրա նման նոր վավերագրական պատմություններ։ Մինչ հաջորդ հանդիպում։